Նիկոլ Փաշինյանը ավելի վտանգավոր ակնարկ է անում։ Նա ըստ էության ուղղակիորեն մեսիջ է հասցեագրում Ալիևին այս ընտրական գործընթացում եւ առհասարակ իր գլխավոր հովանավորին, որ եթե Հայաստանում տեղի ունենա ներքաղաքական ստատուս քվոյի փոփոխություն, այլ խոսքով իշխանափոխություն, ապա Ալիևը դա կարող է համարել որպես ռևանշիզմի հաղթանակ։ Տեսնում եք, ինչ վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը։ Նա ակնարկում է, որ եթե Հայաստանում հաղթի ընդդիմությունը, ընդդիմությանն էլ որակում է որպես պատերազմի կուսակցություն, ապա Ալիևը հարձակվելու է Հայաստանի վրա։ Նիկոլ Փաշինյանի այս խոտոր մտածողությունը նորություն չէ։ 2018-ի հեղափոխական օրերին նա ասում էր կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Հիմա նա ասում է, որ կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Ալիևը կհարձակվի Հայաստանի վրա։ Եթե մենք տուրք տանք վարկածների ենթադրությունների, կարող ենք ենթադրել, որ Ալիևն ու Փաշինյանը հենց այդպիսի պայմանավորվածություն էլ ունեն, որ եթե Հայաստանում փոխվի իշխանություն, ապա դա ազդակ կարող է լինել, որպեսզի Ադրբեջանը դիմի ռազմական գործողությունների։